Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն։ Օր ապրիլի 25։ Ճանաչել, հավատալ և շարունակ վստահել նրա սիրուն։ Յուրաքանչյուր ոք կարող է պահպանել ուրախությունը, երբ սավառնում է Սուրբ Հոգու հետ բարձրերում։ Այնուամենայնիվ, Աստված ցանկանում է, որ մենք մնանք իր սիրո մեջ բոլոր հանգամանքներում, հատկապես փորձությունների ժամանակ։ Հովհաննես առաքյալը մեզ շատ պարզ ասում է, թե ինչպես կարող ենք մնալ Աստծո սիրո մեջ։ Եվ մենք ճանաչեցինք և հավատացինք այն սերը, որ Աստված ունի մեզ վրա։ Աստված սեր է, և ով որ մնում է սերի մեջ, Աստծո մեջ է բնակվում, և Աստված նրանում։ Առաջին Հովհաննես 4:16 Կարճ ասած, եթե մենք մնանք Աստծո սիրո մեջ, մենք մեզ պահում ենք Աստծո մեջ։ Այստեղ մնալ բառը նշանակում է մնալ սպասողական վիճակում։ Այլ կերպ ասած, Աստված ցանկանում է, որ մենք ակնկալենք, որ իր սերը ամեն օր նորոգվի մեր մեջ։ Մենք պետք է ապրենք այն ճանաչողությամբ, որ Աստված միշտ սիրել է մեզ և միշտ էլ կսիրի։ Իրականում, մեզանից շատերը մնում և դուրս են գալիս Աստծո սիրուց հիմնվելով այն բաների վրա, թե ինչպես ենք մենք ապրում էմոցիոնալ առումով։ Մենք ապահով ենք զգում նրա սիրո մեջ միայն այն ժամանակ, երբ լավ ընթացք ենք ունենում, բայց երբ փորձության ենք ենթարկվում, գայթակղվում կամ հիասթափեցնում ենք նրան, մենք դադարում ենք ապահով լինել նրա սիրո մեջ։ Այս խոսքում նա ասում է մեզ. անկախ նրանից, թե ինչ փորձության էլ հանդիպեք, կամ նույնիսկ եթե ձախողեք, դուք երբեք չպետք է կասկածեք իմ սիրուն։ Եթե դուք շարունակ վստահում եք իմ սիրուն, ուրեմն դուք ապրում եք այնպես, ինչպես ես եմ ուզում, որ ապրեք։ Երեմիա մարգարեի 31-րդ թղթում ցույց է տալիս Աստծո սիրո մի գեղեցիկ օրինակ։ Իսրայելը հավատուրացության մեջ էր։ Մարդիկ տրվել էին ամենատարբեր արատների, բայց հանկարծ կորցրեցին իրենց զգայական ցանկությունների բավարարելու ողջ ուրախությունը։ Երբ նրանք ապաշխարությամբ աղաղակեցին Տիրոջը, Աստված լսեց նրանց աղաղակը և նրա սիրտը գթաց։ Այնուամենայնիվ, նա պետք է պատժեր նրանց իր խրատի գավազանով։ Նույնիսկ երբ Աստծո ժողովուրդը մեղանչում է նրա դեմ, նա գիտի նրանց պայքարը։ Նույնիսկ երբ նա պետք է պատժի նրանց և խոսի ճշմարտության կոպիտ խոսքերով, նա պատրաստակամորեն ներում և վերականգնում է նրանց, քանի որ Աստված սեր է։